Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Հայաստանում քաղաքական դաշտն աստիճանաբար ավելի է ակտիվանում։ Առաջիկա ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերն արդեն սկսել են ակտիվ հանդիպումներ քաղաքացիների հետ, քննարկում են սոցիալական ծրագրեր, հնարավոր սահմանադրական փոփոխությունները եւ ընտրական գործընթացի շուրջ ձևավորվող նոր դաշինքները։ Ինչ մարտավարություն են որդեգրել իշխանություններն այս անգամ եւ ինչպես են վերաբերվում ընդդիմադիր դաշտում ձևավորվող կոնսոլիդացիաներին։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Սկսենք ձեր շրջայցից տարբեր մարզերում, այս անգամ եղել եք Վայոց-Ձորի եւ Սյունիքի մարզերում, եւ որոնք էին այն գլխավոր խնդիրները, որոնց շուրջ քննարկում էր ծավալվում քաղաքացիների հետ, կամ այսպես ասենք, ինչից էին գոհ եւ ինչից դժգոհ իշխանություններից։ Քաղաքացիները ամենատարբեր առօրյա խնդիրներ էին մատնանշում, որոնց իրենք բախվում են եւ ինչը նորմալ կյանքում մեկը մի ջրային համակարգի հետ հարցեր բարձրաձայնում, մյուսը մի փոքր խնդրի, որ հանդիպել է որևէ ծրագրից օգտվելու բերումով, սա էր ամբողջը, բայց մենք նաեւ ուղիղ եթերում դուք տեսնում եք, որ երբեմն ավտոբուսի մեջ, մեր ուրախ ավտոբուսում նաեւ ամփոփում ենք օրը ու մենք էլ օրինակ ամփոփում ենք ինչ խնդիրներ են մարդիկ բարձրաձայնում, ինչ տպավորություններ ունենք եւ ես մի ամփոփման ժամանակ նաեւ հնարավորություն եմ ունեցել այս մասին խոսելու, որ որքան էլ ընդդիմությունը ներկայացնի այդ խնդիրները, որևէ ընդդիմության ներկայացրած խնդիր իրականության մեջ գոյություն չունի, որևէ քաղաքացի էգզիստենցիալ որևէ խնդիր չի բարձրաձայնում, որևէ քաղաքացի չի զգում ինքնության կորուստ, որևէ քաղաքացի չի զգում անվտանգության որևէ սպառնալիք, այսինքն մեզնից դժգոհ քաղաքացիներ չկան, միանշանակ կան, որոշակի շրջանակ չի ընտրելու քաղաքացիական պայմանագրին, այլ ընտրանք է ման գալու, բայց դաշտում եղած ընդդիմությունը չի զգում այդ ընդդիմադիր քաղաքացիներին, որովհետև որևէ նրանց բարձրաձայնած խնդիր իրականության մեջ գոյություն չունի, պարզապես գոյություն չունի։ Այս ամենակարևոր եւի արձանագրումն էր։ Քաղաքացիները բոլորը շատ գնահատում են խաղաղությունը։ Այ երբ որ մոտենում ենք, ասում ենք, ինչպես եք, չէ՞, ասում են փառք Աստծո, կարևորը խաղաղ է։ Այս առաջին ողջունից հետո առաջի բանն է, որ մարդը գնահատում է եւ կարևորում է, որ եթե խաղաղ է, ապա մնացած խնդիրները լուծելի են։ Հատկապես երբ որ վստահությունը նրանց մոտ որ խաղաղությունը շարունակվելու է, որովհետեւ նույն դաշտում Մեղրիից մենք եղել ենք Մեղրիում, Ագարակում, այն հատվածներում, որի մասին բանահյուսություններ են, այսպես ասած, ձոնում ընդդիմությունը։ Մարդիկ նորմալ ապրում են ու ես դες ասեմ, այնտեղ օրինակ անշարժ գույքի գներն են որոշակի բարձրացել, որովհետև արդեն քաղաքացիները զգում են, որ որոշակի տնտեսական կարևոր օղակ է դառնում, կենտրոն է դառնում այդ շրջանը, առհասարակ Սյունիքի մարզը, չէ՞, որովհետև եթե այդտեղով կարևոր ենթակառուցվածքներ անցնեն, այնտեղ տարբեր հնարավորություններ են բացվում։ Մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են ու շատ կարևորում են ու սովորական չեն վերաբերվում այն իրավիճակին, որ այսօր խաղաղ է։ Մենք Երևանի կենտրոնում նստած կարող է շատ չպատկերացնենք, թե այդ խաղաղությունը ինչպիսի ոչ խաղաղությունը ինչպիսի ձև ունի, որովհետև մենք այդ կրակոցի ձայնը չենք լսում։ Այո, մենք մեր հայրենակիցներից, մեր համակարգացիներից այդ ազդակները ստանում ենք, բայց ուղիղ որ դու քո մաշկի վրա զգաս, չի եղել տենց բան։ Մենք չենք զգում։ Բայց սահմանամերձ համայնքների ժողովուրդը այսօր ամենաուժեղն է զգում, թե ինչ է խաղաղությունը ու շատ է կարևորում։ Մեր բոլոր քաղաքացիները բոլորը անխտիր գնահատում են խաղաղությունը, այդ որ մեծ ձեռքբերում է, որը ունենք ու իրանց համար իրենց ընտրության երևի 90% դեպքում կարևոր տեղում կանգնած է հենց խաղաղության ամրապնդումը, նոր արդեն մնացած հարցերը։ Եվ ձեզ ասեմ ավելին, այն որ երբեմն որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ փորձում են ներկայացնել, որ այնինչ դեռ իշխանությունը ուզում է ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, բայց քաղաքացին բարձրաձայնեց այսինչ հարցը, որ խաղաղություն չլինի, քաղաքացին որևէ դպրոցի հարց կբարձրաձայնի, կլինի իր համար կարևոր, որ իր գյուղում լինի դպրոց օրինակ, կամ մանկապարտեզը 3 կիլոմետրի տեղը կես կիլոմետր հեռու լինի իր տնից,
Այդ նույն համատեքստում, անվտանգություն է Տիկին Հակոբյան, նույն համատեքստում այդ դուք էլ ասացիք ուրախ ավտոբուս, օրինակ ձեր ընդդիմախոսները նաև այդպեսի բան, ասում են, այդքան խնդիրներ կա, բայց դուք այսպես երգելով, բարելով շրջում եք մարզից մարզ։ Ինչ խնդիր կա։ Ինչ խնդիր կա։ Այ որ ասում են այդքան խնդիր կա։ Ես ուզում եմ իմանալ ինչ խնդիր կա։ Մենք ենք գալիս ժողովրդի մոտից։ Մեզ ասում են ինչ խնդիրներ կան։ Մեզ նաև մատնանշում են թե որքանով է իրենց կյանքը հեշտացել։ Մեզ հազարավոր թոշակառուն մարդիկ են դիմավորում տարբեր համայնքներում։ Մարդիկ ասում են, որ իրենք ինչ վիրահատությունների են անցել, ինչ ծառայություններ են ստանում, ամբողջությամբ անվճար։ Այսօր բոլորիս ընտանիքներին մի հատ շատ բնորոշ բան կա։ Այն որ մեր տատիկը, պապիկը, ծնողները, որ ասում են, այս ինչ տեղից ցավում, ասում ես մի հատ գնա ստուգվի, չէ՞։ Շատ կենցաղային բան եմ ասում, որը բոլորիս ընտանիքներում հանդիպում է։ Մեր մեծերն ինչ են ասել։ Ասում են դե լավ, որ գնամ ստուգվեմ, մի բան կպարզվի, ոնց որ խնայեն, չէ, ավելի իրենց երիտասարդների գումարը, որ իրենց վրա չծախսեն, որովհետև թանկ է բժշկությունը։ Առհասարակ ասում են նախընտրական է սա, թե թոշակների բարձրացումը, թե առողջության ապահովությունը։ Սա մշտական բան է, որին մենք բավականին երկար ժամանակ եկել ենք մի քիչ ուշացումով, այս տարվանից ներդրվել է։ Սա մենք մի քիչ էլ ուշացրել ենք։ Սա նախընտրական չէ, սա հետագայի համար է։ Եվ այսօր այդ մեր բոլոր մեր ծնողները, մեր տատիկ պապիկները այսօր այդ խնամք ու հոգատարությունը զգում են պետության կողմից, ինչը իրեն զավակների նաև հարկերի շնորհիվ է բնականաբար, բայց այդ հոգատարությունը, այդ սերը իրենք զգում են, ուղիղ զգում են, եւ սա շատ գնահատվում է եւ գնահատվում է ոչ թե հենց միայն թոշակառուի կողմից, այլ մնացած իրենց զավակների կողմից ինչու ոչ։ Էլ չեմ ասում մնացած ծառայությունները։ Այսօր միջին աշխատավարձ ստացող մարդիկ ամենաշատն են հանրապետությունում։ Այսօր հանրապետությունում միջին աշխատավարձը մեր 21 թվականին խոստացածից շեշտակի ավել է։ Մենք 190,000 դրամ միջին աշխատավարձեր 21 թվականին, հետ չեմ գնում հեղափոխություն եւ այլն։ Եվ մենք խոստացել ենք 300,000 դրամ դարձնել։ Այսօր Հայաստանում միջին աշխատավարձը շուրջ 350,000 դրամ է, մի քիչ ավել, մասնավորում ավելի բարձր։ Տիկին Հակոբյան, ամփոփիչ այսպես հավաքի ժամանակ նախընտրական այս քարոզարշավի ժամանակ հայտարարվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, որ վարչապետի կողմից է հայտարարվում, որ նշաձողը 65%-ն է, այսինքն սահմանադրական մեծամասնությունը։ Ինչու է ձեզ անհրաժեշտ հենց այդպիսի մանդատ, մեծ մանդատ։ Որովհետև շատ որոշումներ ակնհայտ է, որ սահմանադրական մեծամասնություն է պետք, որպեսզի ունենանք։ Իսկ մենք չունենք այսօր դաշտում հոգացավ ընդդիմադիր ուժեր, որոնք կարող են հավակնել դառնալ խորհրդարանական ընդդիմություն։ Այսինքն կան իհարկե առողջ ընդդիմադիր ուժեր, որոնք այսօր դաշտում քիչ ձայներ ունեն, ինչպես այդ նախնական հարցումներն են ցույց տալիս։ Դրա համար այն մարդիկ, որոնք գալու են, իրենք համակարծիք չեն լինելու, օրինակ քաղաքացու կյանք թեթևացնող կամ տարբեր դրական ծրագրեր բերող նախագծերին եւ չենք ունենալու հնարավորություն համագործակցել գոնե քաղաքացու շահի հետ կապված, որովհետեւ մենք պետության շահի հետ կապված մենք անգամ միջազգային հարթակներում, երբ որ Հայաստանի պատվիրակությունը ներառում է նաեւ ընդդիմադիր падգամավորներ, մենք այդ Հայաստանի շահը սպասարկող ընդդիմադիր հայ գործիչներ չունենք։ Մենք համախոհություն ենք գտնում օտարերկրյա հայամետ տարբեր գործիչների շրջանում, իսկ մեր ընդդիմությունը մեծ շատ դեպքերում հակառակ քաղաքականությունն է վարում։ Այնպես որ մենք բնականաբար պետք է մեզ այն մեծամասնությունը, որի դեպքում մենք մեր բոլոր ծրագրերը կկարողանանք իրագործել։ Եվ երբեմն ասում են, այ դուք շատ բարձր նշաձող չեք սահմանել, ես հատկապես այս շփումներից քաղաքացիների հետ ուզում եմ ասել, որ մենք մի բան էլ երևի համեստ ենք գտնվել, որովհետև իրոք շատ լայն աջակցություն ենք տեսնում, շատ լայն։ Մենք երեք նաև մի ամփոփիչ այսպես խոսակցություն ունեցանք, որ շատ աջակից երեխաներ ունենք նաև շրջանում, այսպես ոչ այնքան երեխաներ, արդեն երիտասարդ նաև տարիքի, հա, բայց ընտրելու իրավունք չունեցող, բայց որոնք երբ որ իրենց բակերում մեզ դիմավորում են, այլ երբեմն մենք խոսակցություն ենք ունենում, հարցում են, բա դու ո՞նց իմացար, որ մենք գալու ենք, ո՞նց ես այստեղ հայտնվել եւ մեզ դիմավորել։ Շատերն ասում են, որ լայվին հետևում են վարչապետի եւ կարող են եւ այդպես են իմացել եւ թույլ տվեք ասել նրանք իրենց տներից սեր են բերում դեպի
մեզ եւ փոխանցում են դա, ինչը շատ մենք գնահատում ենք, որովհետեւ ամենաանկեղծ սիրով եւ ամենաանկեղծ նաեւ զգացմունքը հասկանում են հենց երեխաները։ Տիկին Հակոբյան, այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որ ըստ էության Հոյդան եւ Ռոբերտ Քոչարյանը այս ընտրություններին եւս համագործակցելու են, նրանց միացել է եւս մեկ քաղաքական ուժ ըստ էության կուսակցություն եւ նորից ընտրություններին մասնակցելու են Հայաստան դաշինքով նույն ձևաչափով։ Ստացվում է, որ ձևավորվում է եւս մեկ կոնսոլիդացիա ըստ էության ընդդեմ իշխանություններին։ Գնալով իրավիճակը ձեզ համար ավելի մտահոգիչ չի դառնում։ Ինձ համար բացարձակ անակնկալ չէր, վստահ եմ մեզ լսողների համար էլ դա անակնկալ չի։ Շատ ակնհայտ էր, որ նրանց թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է լինելու, ասեմ ավելին, ամբողջ ընդդիմադիր դաշտում այդ կոնսոլիդացիան կա, այդ որոշումը կա, որ ով է լինելու ընդդիմադիր թեկնածուն։ Իսկ ինչ է կարծում, ենթադրենք այն Ծառուկյան, Բարգավաճ Հայաստանը կամ Սամվել Կարապետյանի շուրջ հավաքված այդ ուժը նրանք առանձին են մասնակցելու։ Այո, բայց ով է լինելու նրանց թեկնածուն։ Դուք պատկերացրեք, որ Նարեկ Սամվել Կարապետյանը թեկնածու չի, եկեք այդ օդի մեջ խոսակցությունները թողնենք, անցնենք ռեալ։ Առաջին համարը Նարեկ Կարապետյանն է, ու դուք պատկերացնեք, որ Նարեկ Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, ովքեր ըստ հարցումների երկրորդ եւ երրորդ ուժերն են, խորհրդարան անցնող, կանգնելու են իրար դեմ եւ Նարեկ Կարապետյանը հաղթելու է Ռոբերտ Քոչարյանին եւ թեկնածուն լինելու է Նարեկ Կարապետյանը։ Ես շատ խիստ կասկածում եմ դրա հետ կապված, ել չեմ ասում մնացած այն ուժերին, որոնք կամ մասնակցում են կամ չեն մասնակցում, բայց իրենց աջակցությունն են հայտնում։ Հետո այս դաշտում տենց շատ պարզ է, էլի։ Անկամ այս գործող խորհրդարանի Հայաստան դաշինքի падգամավորը այսօր մեկը Ծառուկյանի մոտ է թեկնածու աշխատում падգամավորի, մեկը Սամվել Կարապետյանի այդ ուժի մոտ է падգամավորի թեկնածու աշխատում, որովհետև ինչ տարբերություն, նրանց բովանդակությունը նույնն է։ Դե ասում են նպատակը մեկն է, իշխանափոխություն իրականացնել։ Ահա, եւ Օրինակ Հայաստան դաշինքը հենց հայտարարեց ընդդիմության շրջանում չունեն որևէ թիրախ։ Ահա, եւ դարձնել վարչապետ օրինակ Ռոբերտ Քոչարյանին։ Ես էլ եմ այդ ասում։ Ես երկրորդում եմ իրենց։ Այո, նրանց նպատակը քաղաքացիական պայմանագրին իշխանության չթողնելն է։ Ունենալն է Ռոբերտ Քոչարյան անունով վարչապետ։ Բայց այս ամեն ինչը տենց անունների մասին չէ, էլի միայն։ Այսինքն այն խաղաղությունը, որ ունենք, որը այդքան քաղաքացին գնահատում է, այն այսօրվա եւ վաղվա համար այն տնտեսական զարգացումը, այն բարգավաճումը, որ քաղաքացին իր վրա պետք է զգա եւ զգում է արդեն, այդ ամեն ինչի չեղարկումն է։ Որովհետեւ օրինակ դուք շատ տեղերում կարող եք այդ նույն ընդդիմադիր շրջանակից լսել, որ իրանք էլ են կողմ խաղաղությանը, բայց արժանապատիվ խաղաղություն։ Ու բերում են 100 պատճառ, թե ինչու չպետք է դա տեղի ունենա եւ ինչպես չպետք է դա տեղի ունենա։ Այդ արժանապատվության տակ, անվան տակ, այդ բառնել են էլի արժեզրկել, այդ անվան տակ իրանք բերում են այնպիսի հիմքեր են դնում, որ ինչ նախապայման են դնելու, ինչ նոր պահանջներ են դնել, որպեսզի Ադրբեջանը չեղարկի այդ ամեն ինչը։ Սա ուղղել են ասում, սրա մասին անգամ պետք չի տես տողատակով ասում են խաղաղություն ուզում ենք, բայց օրինակ այսօր նույն Իշխան Սաղաթելյանը իր խոսքում ասաց, շատերն ասում են մեզ նախկիններ փորձում են այդ կերպ պիտակավորել, բայց մենք պատմությունից եւ անցյալից չենք հրաժարվում։ Բայց ով է հրաժարվում։ Մենք ասում ենք կոնֆլիկտը մի բերեք մեր ապագայի մեջ մցրեք։ Մեր քաղաքացիները հերիքա ինչքան այդ շրջափուլում գտնվեցին կոնֆլիկտի, տարբեր շահերի բախման։ Մենք ասում ենք մեր քաղաքացին արժանի է խաղաղ ապրել եւ զարգացում ունենալ եւ երջանիկ ապրել իր երկրում։ Մենք էս ենք ասում։ Իրենք հակասություն ունեն իրական Հայաստանի հետ, այն ձևակերպման հետ, որն ունի իշխանություններ, օրինակ ասում են այդ իրական Հայաստանը ձեր պատկերացրած այսպես Ադրբեջանի հետ Հայաստանն է, Ադրբեջանի պահանջով սահմանադրություն փոխելու Հայաստանն է, ձեր մեկնաբանությունը։ Միայն այն, որ նրանք հակասություն են իրական Հայաստանի հետ, դա բավական է, այսինքն բան էլ պետք չի սրա հետ կապված ասել կամ բացել իրականում։ Նրանք անհամաձայնություն ունեն Հայաստանի հետ, իրական Հայաստանի հետ, մեր սահմանների հետ, նրանք ունեն հակասություն։ Նրանք գենետիկորեն չունեն կապ մեր Հայաստանի հետ, ել չեմ ասում ժողովրդի հետ, նրանց չեն էլ հասկանում դրա մասին չի խոսքը։ Ինչ վերաբերում է Ադրբեջան, տեսեք,
այսօր երիտասարդների հետ էի հանդիպում, շուրջ 60-70 ուսանողներ էին եկել ու այս թեմաներով էինք նաև խոսում, ինչ վերաբերում է մեր ինքնությանը, մեր իրականությանը, մեր իրական Հայաստանին, այս մարդիկ այս անվանումների տակ բերում են այնպիսի հասկացություններ են մտցնում ու դրանց վրա հողում են անում, ինչ-որ հիբրիդային իրականություն են փորձում ստեղծել, որի տակ տենց ուղղակի վերնագրեր են լինում։ Այդ երիտասարդները այսօր ինձ օրինակ հարցեր էին տալիս, ինչը այդ ամբողջ այդ ագիտացիայի արդյունք էր։ Այդ ամեն ինչը մտել է մեր ժողովրդի մեջ, ինչը ամենամեծ ցավն է։ Ասում են, օրինակ Ալիևը հաճախակի ասում է Արևմտյան Ադրբեջան։ Ասում եմ կգտնես թե երբ է վերջի անգամ Ալիևն ասել Արևմտյան Ադրբեջան։ Իրականում օգոստոսի 8-ից հետո Ալիևը նման արտահայտություն չի արել։ Այդ Ալիևի օգոստոսի 8-ից առաջ այն կոնֆլիկտային շրջանում Ալիևի պատկերացրած Հայաստանը այսօր ընդդիմությունն է տիրաժավորում եւ շարունակում։ Ալիևը լռել է, նրա փոխարեն որպես կոնֆլիկտային Ադրբեջանի խոսնակներ հանդես են գալիս այսօրվա մեր Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր դաշտի բաները, падգամավորները, տարբեր գործիչները, որովհետև Արևմտյան Ադրբեջան կոչում են օրինակ Հայաստանի որոշ տարածքներ միայն այդ ընդդիմադիրները, Ալիևը այլևս նման արտահայտություն թույլ չի տալիս։ Ադրբեջանից տարբեր շրջանակներից ամեն դեպքում հնչում են, ու մենք գիտենք թե որտեղից են այդ տարբեր շրջանակները։ Ես չեմ ասում, որ չկա խնդիրներ, եթե ամեն ինչ շատ լավ լիներ, ոչ խաղաղության համաձայնագրի կարիքը կլիներ, ոչ երաշխիքների կարիքը կլիներ, չէ, ամեն ինչ լավ կլիներ, ինչպես օրինակ շատ երկրների հետ ամեն ինչ լավ է, բա կոնֆլիկտ կա, բա խնդիր կա, եւ ոչ մեկ չի ասել, որ դա հեշտ է լինելու։ Այո, մենք լայն քայլերով ենք առաջ ընթանում, բայց իրականությունը այն է, որ մենք տարբեր դժվարություններ ենք հաղթահարում այս ընթացքում եւ դեռ պետք է հաղթահարենք, բայց Հայաստանի Հանրապետության պաշտոնյան, ով ընտրվել է քաղաքացիների որոշակի շրջանակի կողմից, թեկուզ ընդդիմադիր պաշտոնյան, ասենք Արևմտյան Ադրբեջան է կոչում Հայաստանի մի հատվածը, մենք վիրավորվում ենք, երբ որ Ալիևն էր նման բան ասում, բայց այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդին ներկայացնող մի 1, 2, 5, 10 падգամավոր է այդպես ասում։ Սա է խնդիրը։ Իրենք սրա հետ ունեն խնդիր, հասկանում եք։ Իրենք այս կոնֆլիկտային, պրոբլեմատիկ իրավիճակն են ուզում։ Եվ հեչ պատահական չէր, որ նույն իրենց դաշինքի նախկին падգամավոր Գեգամ Նազարյանը մի օր ամբիոնից էլ պատմեց, որ նրանց աչքերը պսպղում էին, երբ որ հարձակում էր լինում Հայաստանի վրա։ Նրանց աչքերը պսպղում էին, որովհետև իրանց ուզածը դա էր, որ իրենք խոսալու բան ունենան։ Այդ հարձակման արդյունքում կլինեն կորսված կյանքեր, կլինի տարածքային որևէ զիջում, կորուստ եւ այլն, այս ամենը իրենց չի հետաքրքրում։ Իրենց համար այդ իրենց հանրային խոսքն է, ժողովրդի ցասումն է, որը կարող է բերել որոշակի իրադարձությունների։ Տիկին Հակոբյան, սովորաբար ընտրական շրջանում նկատվում է հասարակության մոտ այսպես բևեռացում, հա, մի հատված այս քաղաքական ուժին, մյուս հատված մյուս քաղաքական ուժին, ըստ իշխող ուժի ինչ քայլեր է անելու, ինչ քայլեր է մտադրված անել, որպեսզի ընտրությունների ընթացքում քաղաքական պայքարը չվերածվի ավելի մեծ բևեռացման։ Մենք ողջ այս ընթացքում իհարկե ներկուսակցական սա գործընթացներ է, բայց մենք սա օգտագործում ենք նաև այդ մարզային մեր այցելը, նաև քաղաքացիների հետ շփումների համար։ Մենք մեր դրական օրակարգով ենք գնում։ Մենք մեր ժողովրդի հետ ենք շփվում։ Ժամանակ չի լինում անգամ տեսնել ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում։ Հետո երբ որ գիշերը արդեն կարողանում ես վերցնել եւ լերահոսը նայել, տեսնում ես դու այդ բևեռացումը եւ այդ hate speech-ը, այդ բանը, բայց մյուս կողմից երբ որ ամբողջ օրը վերլուծում ես, դու ընդհանրապես դրական օրակարգ, դու սեր ես տվել, դու սեր ես ստացել, դու հոգատարություն ես տեսել, հոգատարություն ես ցույց տվել, իրական խնդիրների մասին ես խոսել, լուծումներ ես գտել, շփվել ես, սա է մեր թելադրած օրակարգը քաղաքական։ Այդ ընդդիմադիր դաշտից ինչպիսի արձագանք կլինի, սա արդեն պետք է սպասել։ Մենք նաև նախապես պատրաստվել էինք այս գործընթացին նաև էթիկայի կանոնագիր սահմանելով, որպեսզի մենք մեզ զսպել ենք, սահմանափակել ենք, որպեսզի դաշտը ավելի չբևեռացվի։ Մյուս կողմին խնդրել էինք եւ հորդորել էինք իրենք էլ ունենալ նման կանոնակարգ եւ մնալ սահմաններում։ Մյուս կողմից չենք տեսել հետադարձ որևէ քայլ, բայց հուսամ, որ մեր թելադրած դրական օրակարգը կմնա գերակշռող եւ կծածկի այդ ատելության խոսքը, որը կա մյուս կողմից։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, падգամավոր Հասմիկ Հակոբյանն էր։